Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։ Պարոն Աշոտյան, սկսենք հենց նախօրեին գործադիր մարմնի նիստի տարածած հայտարարությունից, բացեք առաջարկությունների համար, արդեն նախորից հաշվի առնելով, որ քաղաքական օրակարգում ձեր այսպես հայտարարությունն է, ինչ կոնկրետ առաջարկներ են եղել մինչ այս պահը եւ ձեր կոչին ովքեր են այսպես արձագանքել։ Նախ շնորհակալ եմ հարցադրման համար, իրավացի եք, երեկվա գործադիր մարմնի նիստի արդյունքում ընդունված հայտարարությունը քաղաքական օրակարգում կարևոր հարց է, երանգ է ավելացել եւ դրա հիմքում ընկած շարժառիթները հստակ շարադրված են ՀՀԿ հայտարարության մեջ։ Շատ ժողովրդական լեզվով եթե ասենք, չթաքնվենք քաղաքական եւ դիվանագիտական ձևակերպումների ետևում, ապա իրավիճակը վատ է եւ վատանում է, երկրի վիճակը, երկրի շուրջ իրավիճակը, այս իշխանությունները հերթական անգամ ապացուցում են, որ ադեկվատ իշխանություններ չեն, ոչ ներքին, ոչ արտաքին մարտահրավերներին, երկրի ներսում մոլեգնող տեռորը այլ դրսևորումներ է ստանում, օրինակ իրենց թվում է, որ գտել են լուծում կալանքի տակ գտնվող մարդկանց տեղափոխում են կանային կալանքի տակ եւ կարծեք թե գոլոշի են փորձում թողել թոս փչելով ներսի եւ դրսի աչքերի մեջ, բայց դա կեղծիք է, որովհետեւ դա հետապնդումների դրսևորման ձևն է փոխվել, ոչ թե երևույթը եւ այդպես շարունակ։ Մյուս կողմից էլ ընտրական, այսպես ասած, այս արդեն մեկնարկած գործընթացի մեջ ակնհայտ է, որ իշխանությունը ոչ միայն չարաշահում է վարչական լծակները, այլ նաև աննախադեպ բնույթի նախընտրական կեղծիքների է դիմում, ինչպիսին է օրինակ պետբյուջեի օգտագործումը ակնհայտ նախընտրական կաշառքի համար, կամ ընտրական օրենսգրքի փոփոխությունը ընտրությունից մի քանի ամիս առաջ, դիտորդական առաքելությունների գործունեության սահմանափակումները եւ այլն եւ այլն։ Այս իրավիճակում ընտրությունները մեկեորացուցային երևույթ են, լինելու են սահմանադրությամբ նախատեսված, օրենքներով նախատեսված կարգով։ Հարցը շատ պարզ է, այդ ընտրությունները ինչպիսին պետք է լինեն եւ այդ ընտրություններով երբ որ իշխանափոխության հույս են փափագում միայն ընտրություններով, որքանով է այդ իրատեսական եւ որքանով է այդտեղ հանցավորության աստիճանի նաիվ այն մարդկանց մոտեցումը, որոնք կարծում են, որ պարզապես այսօրվա բռնատիրությանը վերածվող Հայաստանում հնարավոր է ընտրություն, ինչպես երեք ենք ասել, ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ ունենալ եւ նորից են կրկնում միայն ընտրությունը բավարար հիմք չենք համարում, կանխատեսելի է, դա տեսնում ես, որ բուն ընտրությունները, միայն ընտրությունները առանց ժամաժողովրդական պայքարի, առանց զուգակցված այլ մեթոդաբանությամբ, իսկ եթե ընտրություններից առաջ խոսենք նաև սահմանադրական այլ եղանակների, ինչպիսին է անվստահության այդման գործընթացը փորձարկելու, ապա քաղաքական նորից կրկնեմ հանցավորության աստիճանի նաիվությունը։ Ով է ձեր կարծիքին, ով է ձեզ այդպես մտածում։ Ես վստահ եմ, որ այս process-ի հետ կապված շատ ու շատ համախոհներ մենք ունենք հանրային սեկտորում, հասարակական սեկտորում, եւ կարծում եմ, որ այն հիմնավորումները, որ մենք շարադրել ենք երեկվա հայտարարության մեջ, անտարբեր չեն թողնի նաեւ մեր քաղաքական գործընկերներին։ Այս պայդրությամբ, եթե անգամ ինֆորմացիա ունենայի, ձեզ չի ասի, թե ով է կոնկրետ դիմել, բայց ձեզ հավաստիացնում եմ, որ process-ը կլինի հասարակական հանրային ուշադրության հաշվետվողականության կենտրոնում, որքանով այդ process-ները թույլ կտան։ Դուք գիտեք, որ նման բանակցությունների ինչ զգալի մասը, նման խոսակցությունների ինչ զգալի մասը, որպեսզի արդյունավետ լինի, պետք է գոնե սկզբում լինի դռների հետևում եւ հեռախոսների հետևում կամ դռների հետևում եւ այդ process-ը reality show չի, որ ուղիղ եթերում հեռարձակվի։ Ուղիղ եթերում մեր երկրում կարելի է նայել ինչպես է Նիկոլ ուտում կուկուռուս կամ ինչպես է սրբում կարկանդակուտագից հետո իր կեղտոջակերը ալենի վրա, օրինակ եւ այլն։ Հարցը դրա մասին է, մենք իջացրել ենք քաղաքական դիսկուրսը պրիմիտիվության այն մակարդակի, որտեղ քիչ Նիկոլ ենք մեկնաբանում ու դա մեր ցավն է, դա մեր բոլորիս անհաջողությունն է, որ Նիկոլը դա վարչապետը եւ մյուս մեկը այդ իմաստով մի հատ էլ արձագանքում ենք իր անմակարդակ էժանագին բաներին, ֆրթոններին, այսպես ասած։ Ես դա չեմ համարում։ Ինքը փորձում է մեզ իջացնել, կներեք մեր ջան, իր մակարդակի, որտեղ ինքը իրականում անմրցելի է, որովհետև մեկ-մեկ մի օր վայնանում ես, ես էլ մեկը ես, մի երկու բառ ավել ես ասում այդ ոճի մեջ եւ այդ մակարդակի մեջ, հետո հասկանում ես, որ
այնուհանդերձ քաղաքական մակարդակը մշակույթը պետք է երկրում պահել, եւ սա է Նիկոլին այլընտրանքը, ոչ թե բոշա, այլ ավելի բոշա լինելու, հատո ինձներեն բոշա ոչ թե էթնոգրաֆիկ իմաստով, այլ երևութական իմաստով, բոշա, բոմժ լինելու մակարդակի մեջ փորձենք վիճել, թե ով է ավելի տենց ցեխապայքարի մեջ ավելի տենց գազան, այսպես ասած։ Գազանները պետք է լինեն կամ կրկեսում, կամ գազանանոցում։ Ցավոք սրտի մեր պարագայում նրանք դեռևս կառավարական կաբինետներում են նստում։ Պարոն Աշոտյան, այսօր պարապետվող։ Հա, կներեք, հաճախ նաև ասում են, որ Նիկոլը քաղաքական կենդանի է։ Ես մի հատ բան եմ ուզում այստեղ ասել։ Քաղաքական կենդանի հասկացությունը այդ political animal-ը։ Դա Արիստոտելն է հայտ բերել իր ուսմունքի մեջ պոլիսների մասին եւ դա դրական բան է։ Ու քաղաքական կենդանի լավ բան է դա։ Նիկոլը չի կարա քաղաքական կենդանի լինել։ Կոնտեքստը չի բռնում Նիկոլի։ Նիկոլը մաքսիմում կարող է լինի քաղաքական մակաբույց, որը անխնա կերպով մսխել է մեր անցյալը, մեր ժողովրդի անցյալը, անխնա կերպով պղտորում է, թունավորում է մեր ժողովրդի ներկան եւ անխնա կերպով նաև անորոշ է դարձնում եւ վտանգ Բոլոր դեպքերում այդ տեխնիկական խնդիրները չեն խոցելու ինձ ասելու այն ինչ որ ես մտածում եմ կապված, տեսեք ես մասնագիտությամբ դատական բժիշկ շատ լավ գիտեմ կենդանության եւ մահվան տարբերանշաններ։ Այն որ Նիկոլեն քայլող դիակ են, դրա մասին խոսք չկա քաղաքական ապագայում։ Այն որ 18 թվականից հանրապետականին հատվում են ամեն կարգ, սա էլ է փաստը։ Դեռ իրենց 18-ից առ այսօր տասնյակ ելույթներ կգտնեք, որտեղ իրանք շարունակում են պայքարել, այսպես ասած, հանրապետականի դեմ, մնացած ընդդիմադիրների մասով կազմում են իրենց արտադրանքի, ակնանշելով, որ մենք քաղաքական դիակ ենք։ Եթե բոլոր դիակներն լինեն մեր նման առույգ, կայտար, խելացի եւ ուժեղ, ապա ես Նիկոլ Փաշինյանին չեմ նախընտրում իրեն հաստատ ապոկալիպսիսից սպասել։ Այսինքն Հայաստանում Նիկոլ Փաշինյանը իջացնում է քաղաքական դիսկուսիայի մակարդակին նորից կգնա, որտեղ նա անմրցելի է, որովհետև նման դիշովի կերպով, որը մեկը չի կարող իրեն երկար, այսպես ասած, հակադարձել։ Եվ թե ինչ են ասում նրանք, կարևոր չի, ավելի կարևոր է, թե ինչ անելու մեր ժողովուրդը, ինչ ասելու մեր ժողովուրդը։ Պարոն Աշոտյան, այսօր Վազգեն պարապետի ծննդյան օրն է, Տասում Միքայելյանը նշել է, որ իհարկե սա Վազգենցյանին երազած Հայաստանը չէ, բայց շարունակեց նորից նախնիներին նեղացել, նաև նշելով, որ պետք է լինեն էմոցիոնալ եւ պետք է մեր հայտարարություններում Ես կարծում եմ, որ Տասում Միքայելյանը տարին 1-2 առիթ է ընտրում, ցավոք այդ բոլոր առիթները կապ ունեն սրբավայր այցելելու, իսկ հեռախոսը սրբավայրը կլինի պարապետի ծննդյան կամ տեսնում եմ աղա
Ինձ համար այդ օրերը, որոնք առաջ նշանային օրեր էին նորմալ Հայաստանում, անկախ իրական, անկախ ազգային Հայաստանում, դարձել են ընդհանուր Նիկոլ Փաշինյանի հավատարմության հրապարակային երթում տալու այսպես պատրաստ։ Մենք մատնավոր եւ ազգային եւ Դավաճանից Լևոն Տեր-Պետրոսյանի Նիկոլի պրոբլեմն եւ դա մեր երկրի պրոբլեմն է, որ ինչպես ժամանակի երկրի համար արյուն տվածով հայտարարած մարդը կարող է այսօր այդ ամենը դա մարդկային ողջույնության on-line ռեժիմում ականատես լինելու ծանր շատ ծանր է։ Այս կոնտեքստում պարունակության այսինքն երկրապահնել այլևս չի իրականացվում, չի կատարում այն Գուցե հետո խոսենք, հա։ Հիշում եք, չէ՞ որ մենք հարգելի հետևորդներ